Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ներկայ է գտնվել համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը։ Ներկային ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։ Նախարարը ընդգծել է, որ համայնքային ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի համայնքի հետ սերտ աշխատանքը, որպես համայնքի հետ շփման առաջնային օղակ, բնակիչների հետ հանդիպումներն ու անմիջական շփումները կօգնեն ոչ միայն առկա խնդիրներն ավելի լավ հասկանալ, հասնել դրանց արագ լուծմանը, այլև կանխել հանցագործություններն ու նպաստել դրանց արագ բացահայտմանը։ Համայնքը պետք է ճանաչի իր համայնքային ոստիկանին և հակառակը։ Արփինե Սարգսյանի խոսքով, համայնքի վստահությունը ոստիկանության հանդեպ կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության և կայուն իրավակարգի ձևավորման համար։ Անդրադառնալով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջև համագործակցությանը, նախարար Սարգսյանը նշել է, որ ամենօրյա համակարգված աշխատանքն է, որ պետք է նպաստի դրական արդյունքների ապահովմանը։ Քննարկվել են բաժինների կողմից իրականացվող վարչարարությանը, բաժիններում քրեաբանական վերլուծություններին, օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ձերբակալված և կալանավորված անձանց տեղափոխման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև բաժիններում իրականացվող ստուգումներին, ծառայողական կարգապահությանը և ծառայությանն առնչվող այլ հարցերի։ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքները, կանխարգելիչ նոր մեթոդները և գերատեսչությունների համագործակցության զարգացումը օրակարգում։ Ինչ արդյունքներ են արձանագրվել 2024 թվականին, ինչ նոր գործիքակազմեր են մշակվում կանխարգելման ուղղությամբ և ինչպես է զարգանում փոխգործակցությունը ոլորտում։ Այս և այլ կարևոր հարցեր մարտի 5-ին քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ հոգեներգործուն նյութերի շրջանառության և դրանց անօրինական տարածման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում։ Ընդգծելով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ներդրված բազմակողմ ջանքերը, հանձնաժողովի նախագահ, ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը կարևորեց հատկապես անչափահասների իրազեկման աշխատանքներում ոլորտային մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով կանխարգելման հաջողությունը մեծապես կախված է կրթական և հոգեբանական մոտեցումների արդյունավետ համադրումից։ Նա նշեց, որ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը պահանջում է շարունակական վերահսկողություն, նորարարական մեթոդների ներդրում և շահագրգիռ կառույցների սերտ համագործակցություն։ Միայն համակարգված և հետևողական միջոցառումների իրականացման միջոցով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի թե կանխարգելման, թե բացահայտման ուղղությամբ։ Կարծում եմ, այս կոմպլեքս խնդրին պետք է մոտենալ մի քանի տեսանկյունից եւ մեկ գերատեսչության ուսերին թողնել ուղղակի այդ խնդրի դեմ պայքար ուղղակի անհնար է։ Այդ առումով պետք է ներգրավված լինեն թե հասարակությունը, թե պետական մարմինները, թե հասարակական կազմակերպությունները ընդհանուր առավել լավ արդյունքի հասնելու համար։ Ներկայացվեցին 2024 թվականի ընթացքում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու ամփոփվեցին արդյունքները։ Ակտիվ քննարկում ծավալվեց անչափահասների շրջանում թմրամիջոցների անօրինական շրջանառության կանխարգելման հնարավոր գործիքակազմերի, դրանց կիրառելիության, իրավապահ ու կրթական համակարգերի համագործակցության նոր ձևաչափերի շուրջ։ Այս հարցում բնականաբար լուրջ ներդրում ունեն նաև ծնողները։ Կարծում եմ պակաս կարևոր միջոցառում չէ, եթե համապատասխան գերատեսչությունները գործողությունը ձեռնարկեն թիրախային աշխատելու հենց ծնողների հետ։ Ուսուցիչների ուսերին իրոք լուրջ բեռ է դրված ճիշտ մատուցելու, ճիշտ ներկայացնելու, ճիշտ կրթելու ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլ նաև առողջ ապրելակերպ քարոզելու եւ ճիշտ արդյունավետ քաղաքացի դաստիարակելու համար։ Կարևորելով իրազեկման եւ կանխարգելման գործում ծնողների եւ ուսուցիչների դերը, ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ նրանց համար մշակվում է ուղեցույց, ինչը հանձնաժողովի նախագահի համոզմամբ կարևոր քայլ է առաջին օղակից թմրանյութերի վտանգների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու եւ անչափահասներին թմրանյութերից զերծ պահելու ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը վերահաստատեց այն հանձնարարությունը, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության նախագահման աշխատանքներում իրազեկման աստիճանը բարձրացնելու, այդ աշխատանքները առավել արդյունավետ կատարելու համար նախաձեռնված ուղեցույցի մշակման աշխատանքները, որը իրականացվում է ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեր գործընկերների հետ համատեղ, ավարտին հասցվեն, ընդ որում նաև կրթության ոլորտի մեր գործընկերները ցանկություն հայտնեցին միանալ այդ աշխատանքներին եւ համատեղ աշխատանքներով իրագործել այն։
Օրակարգում էր նաև գերատեսչությունների միջև տեղեկությունների փոխանակման կարգը, ձևաչափը եւ ժամկետները սահմանող միջգերատեսչական փաստաթղթի ստորագրման վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած առաջարկությունը։ Հանձնաժողովի կազմում ներգրավված է Ներքին գործերի նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության, պաշտպանության, առողջապահության, արդարադատության եւ ԿԳՄՍ նախարարությունների, քննչական եւ պետական եկամուտների կոմիտեների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։ Նիստի ավարտին մասնակիցները ներկայացրին առաջարկություններ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարության հենասյունային բարեփոխումների շրջանակում նոյեմբերի 1-ից կգործարկվի ոստիկանության գվարդիան, որը նոր սպառազինությամբ եւ վերապատրաստված անձնակազմով պատասխանատվություն կստանձնի մի շարք ուղղություններով։ Գվարդիան կիրականացնի հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի եւ կարեւորագույն օբյեկտների պաշտպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաեւ ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման գործառույթներ։ Գվարդիայի գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում Լիտվայի Հանրապետության հանրային անվտանգության ծառայության հրամանատար Վիկտորաս Գրաբաուսկասի գլխավորած պատվիրակությունը միջազգային փորձի փոխանակման եւ համագործակցության ամրապնդման նպատակով Հայաստանում էր։ Այցի շրջանակում տեղի է ունեցել Եվրոպական միությունում ոստիկանական գվարդիաների կառուցվածքը, գործառութային խնդիրները եւ լավագույն փորձը թեմայով կլոր սեղան քննարկում։ Մասնակցում էին ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, Լիտվայի Հանրապետության հանրային անվտանգության ծառայության հրամանատար Վիկտորաս Գրաբաուսկասը, ներկայացուցիչներ ներքին գործերի նախարարությունից, ինչպես նաև միջազգային փորձագետներ։ Քննարկվել են ոստիկանության գվարդիայի կառուցվածքային առանձնահատկությունները, զարգացման ուղիները, տեխնիկական հագեցվածությունն ու գործընկեր կառույցների հետ փոխգործակցությունը։ Միջազգային լավագույն փորձի ներդրման նպատակով անդրադարձ է կատարվել նաև լիտվական հանրային անվտանգության ծառայության գործառույթներին, աշխատանքի առանձնահատկություններին, կառավարման մոդելներին, ինչպես նաև համագործակցության հնարավորություններին։ Պատվիրակությունը շրջայց է կատարել ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերում, ծանոթանալով նյութատեխնիկական հագեցվածությանն ու ծառայության մարտահրավերներին։ Ավարտին ոստիկանության զորքերի հրամանատարը արդյունավետ համագործակցության համար պարգևատրել է պատվիրակության անդամներին։ Հյուրերը եղել են նաև ներքին գործերի նախարարության կրթահամալիրում, որտեղ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներին ծրագրի շրջանակում երկշաբաթյա վերապատրաստման մասնակիցներին հանձնել են հավաստագրեր։ Բնակարանային գողության բացահայտումը հատկապես բարդանում է, երբ մտնում են չբնակեցված տուն։ Հենց նման դեպքեր էին արձանագրվում անցած տարեվերջին ու այս տարվա սկզբին Էջմիածնում եւ մոտակա բնակավայրերում։ Այս ժամանակահատվածն էլ պատահական չէր։ Ամանորի տոներին շատերն են օրերով լքում տունը։ Նման վերջին ազանգը քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվեց հունվարի 12-ին։ Այդ օրը վերադառնալով տուն, Պտղունք գյուղի բնակիչը հայտնաբերել էր պատուհանը բաց, իսկ տնից գողացել էին ոսկեազարդեր ու փող։ Քրեական ոստիկաններն ուսումնասիրեցին նաև այս դեպքի հանգամանքները, համեմատեցին նմանատիպ նախորդ դեպքերի հետ եւ պարկած առաջ քաշեցին, որ 4-ն էլ նույն անձի արածն է, որը գործում է միայնակ։ Հունվարի 12-ից հետո նման ահազանգերը դադարեցին, սակայն քրեական ոստիկանների օպերատիվ միջոցառումներն ու նախաքննական մարմնի քննչական գործողությունները շարունակվեցին։ Իսկ փետրվարի 27-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն, որ կասկածյալը կրկին ոտք է դրել հանցավոր ճանապարհ։ Ժամը 18-ին Էջմիածնի Արագածի երկրորդ զանգվածի բնակիչ 28-ամյա երիտասարդը Էջմիածնի Բաղրամյան փողոցում գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Ձերբակալվելուց ժամեր առաջ դարձյալ օգտվելով բնակարանատիրոջ բացակայությունից մետաղյա լինգով բացելով Եվրոպատուհանը մտել էր Մրգաստան գյուղի տներից մեկն ու գողացել զարդատուփ։ Նա խոստովանել է արարքը։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մետաղյա լինգը եւ գողոնի մի մասը, ժամացույցը։ Ըստ նրա զարդատուփում եղած մնացած իրերը ճանապարհին նետել է։ Հետագա քննչական գործողություններով հիմնավորվեց, որ հենց նա է կատարել նախորդ 4 բնակարանային գողությունները։ Մասնավորապես, դեկտեմբերի 30-ին ստացվել էր հաղորդում, որ Էջմիածնի Արամ Մանուկյան թաղամասում գտնվող չբնակեցված տան Եվրոպատուանը բացել, մտել եւ գողացել են 2 շիշ կոնյակ եւ ջութակ։ Հունվարի 8-ին ստացված հաղորդման համաձայն քաղաքացին եղբոր չբնակեցված տունը հայտնաբերել էր տակնու վրա արած ու թալանած։ Տեխնիկական միջոցի գործադրման բացել էին Եվրոպատուհանը եւ հափշտակել թեյի բաժակներ, տղամարդու ձեռքի ժամացույց եւ 3 շիշ կոնյակ։ Հունվարի 9-ին մեկ այլ քաղաքացի
հայտնել էր, որ ծնողների բացակայության ընթացքում բացել էին եվրոպատուհանը, մտել Ոսկեհատ գյուղում գտնվող տուն եւ գողացել 1 զույգ ոսկյա ականջող, 2 ոսկյա մատանի եւ մետաղադրամներ եւ վերջապես հունվարի 12-ին ստացված ահազանգներ Պտղունք գյուղից։ Այս ամենը հիմնավորվելուց հետո դատարանի որոշմամբ 28-ամյա երիտասարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։